Խիստ հսկողությամբ եւ միայն մասնագետների ուղեկցությամբ։ Ամեն մարդ իրավունք ունի այստեղ մտնելու։ Արեալ արագացուցչային կենտրոնն է, տարիների աշխատանքից հետո պատրաստ է լիարժեք գործարկման։ Հայկական արագացուցչի ստեղծմանը օգնել են գերմանական ու շվեյցարական գիտական կենտրոնները։ Արեալը աշխատացնելու համար երիտասարդ գիտնականները վերապատրաստվել են, գիտեն բոլոր մանրուքները։ Արեալը նաև ուսումնական աշխատանքների համար է։ Գիտաշխատողներից յուրաքանչյուրը պատասխանատու է արագացուցչի մեկ ենթակառուցվածքի համար։ Մուտքը սահմանափակված է, որպես պահպանենք մաքրություն եւ օդի մաքրությունը եւ ջերմաստաբիլությունը։ Միայն մեկ օր այս տարածքը պատրաստ է ընդունել հյուրերի։ Վտանգավոր է, Արեալի հետ աշխատում են հեռակա։ Արագացուցչի արձակած սինխրոտրոնային լույսի միջոցով հնարավոր կլինի ուսումնասիրել նյութի կառուցվածքը, բջջից մինչև ատոմային մակարդակ։ Ու հենց այդ խորքային հետազոտությունները կբերեն նորարարությունների, նանոտեխնոլոգիաների, բժշկության, միկրոարտադրության ու տնտեսության այլ բնագավառներում։ Սրտի անգիոգրաֆիան կատարվում է սինխրոտրոն ճառագայթման միջոցով։ Տարածաշրջանում եզակի գծային արագացուցիչը կդառնա Եվրոպական արագացուցչային ասոցիացիայի անդամ։ Եվրոպական ծրագրերը կիրականացվեն Հայաստանում։ Արագացուցչի կառուցման համար ծախսված գումարի առյուծի բաժինն էլ ստացվել է գիտական կապերի ու գործընկերների միջոցով։ Արագացուցիչի որոշ մասեր եւ սարքավորումներ ստեղծվել են մեր տեղացի մասնագետների կողմից։ Այնպես որ արդեն իսկ հիմա գերմանական պատվերներ կան։ Գիտության պետական կոմիտեի նախագահը շեշտում է Արեալը մեր երկրի տնտեսության համար կբացի նոր հնարավորություններ։ Հայտարարվել է մրցույթ 5 ծրագրեր կֆինանսավորվեն ու կիրականացվեն Արեալ արագացուցչային համալիրի վրա։ Բայց Արեալ արագացուցչի միայն առաջին փուլն է, որոշիչը օղակաձև քենդլն է, որի կառուցման համար արդեն տրամադրվել է տարածք։ Թույլ է տալու քաղցկեղը հայտնաբերել ամենավաղ շրջանում, դիագնոստիկա եւ ոչ միայն քաղցկեղ, անոթային հիվանդությունները։ Գիտաշխատող Տիգրանի թված բացահայտումները կանի օղակաձև քենդլը, որը դեռևս միայն մակետ է։ Այն կլինի ավելի մեծ ու հզոր։ Կառավարությունը հոգում է արագացուցչի ծախսերի 25%-ը, մնացածը կփորձեն հայթայթել միջազգային կապերի շնորհիվ։ Հայկուհի Ասատրյան, Խաչատուր Եսայան, Արմնյոս։